I'm glad to see you. Դուք հայկական վիրտուալ համալսարանում եք։ Այստեղ հայ ու հայկականի մասին մի քանի լեզուներով ենք խոսում։ Hola Fabio, ¿cómo estás? Նպատակը աշխարհում շատերին հասկանալի ու մոտ լինելն է։ Մենք այնտեղ ենք, որտեղ համակարգիչ եւ ինտերնետ կա։ Հայկական վիրտուալ համալսարանը դասընթացներն առաջարկում է մուլտիմեդիա միջոցներով։ Խոշոր քեդերը, արաքս, երասխ, հաճախ գոչված է նաև մայր քեդ, նարինջ, գիտրոն, սուրճ, La culture architecturale à l'époque du néolithique et de l'énéolithique, 8e, 4e millénaire avant Jésus-Christ. Երևանի պետական համալսարանում համադրվում են յուրաքանչյուր դասի բովանդակությունը, ձայնը, պատկերը, թարգմանությունը, իսկ պատրաստի տեքստն ուսանողներին են ներկայացնում օնլայն ուսուցիչները։ Ընդհանուր առմամբ բոլոր ուսանողները բավականին ոգևորված են եւ շատ ուրախ են, որ ի վերջո ունեն նման հնարավորություն եւ հատկապես այն պայմաններում, որ դասերին կարող են ունկնդրել իրենց նախընտրած վայրին, իրենց նախընտրած տեղում, անգամ տանից։ Ուսանողները գովասանքի բազմաթիվ խոսքեր են հայտնում։ Իմ վերաբերմունքը դրական է, շատ շնորհակալ եմ հայկական վիրտուալ համալսարանին եւ հայկական բարեգործական ընդհանուր միությանը, որ հնարավորություն տվեցին մեզ կապվել մեր անցյալի հետ, ասում է ուսանող Ջորջ Տաբակյանը։ Ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ հայերեն սովորելու հնարավորություն չկա։ Այս տեսանկյունից օնլայն կրթությունն ինձ շատ է օգնում, գրում է 61-ամյա Ժակ Հակոբյանը Ֆրանսիայից։ Մեր երկրորդ ուսումնական շրջանի ուսանողները իրականում մեր մասին արդեն լսել էին առաջի ուսումնական մասի ուսանողներից, որոնք շատ գոհ էին մեր դասընթացներից։ Մենք այսօրվա մեր դասընթացները գուտանք 3 մեծ բաժիններու մեջ լեզվի, բադմության եւ մշակույթի, ուրեմն դապետզակիներ կան ասոնք ընդլայնելու, ավելի զարգացնելու եւ ինչպես նաեւ լեզուն, դասընթացքի լեզուն, որ այսօր մենք զարգացենք 6 մայր լեզուներ սկսելու համար, այդ 6 լեզուները, որոնք են ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն եւ մեր երկու հայերենի ջուրերը, հայերեն, ասոնց վրա պիտի ավելցնենք եւս լեզուներ եւ դարբեր երկիրների, դարբեր համայնքների խնդրանքներ կան, որ իրենց լեզուները օգտագործենք այս համալսարանի մեջ։ Այսօր հայկական վիրտուալ համալսարանի միջոցով հայկական կրթություն են ստանում աշխարհի տարբեր ծայրերում։ Համալսարանի նշանաբանն է հայկական կրթություն միշտ եւ ամենուր։ Բոլորս այստեղ անելիք ունենք։ Իմ շատ սիրելի բարեկամներ, գիտեք, ընդամենը մի կես ժամ իրարը չհանդիպեցինք, անկեղծ ասած արդեն կարոտել եմ սիրելի հայրենակիցներ, չնայած որքան էլ իրար տեսնենք, մի րոպե էլ որ չտեսնենք, պետք է կարոտենք, ամենակարևորը դա է։ Գիտեք, ինչ ընդհանրապես ձեզանից շատ-շատերը հիմա նայելով կադրեր, որոնք որ առաջի անգամ են նայում եւ որոնք որ չեն եղել Հայաստանում, կմտածեն, որ ասենք Հայաստանում մեր հայրենակիցներն են ապրում, Հայաստանը մի քիչ ետ է մնացել, մի տեսակ հլդեր 19-րդ կամ 20-րդ դարում թվացial կարծիք է դա սիրելի բարեկամներ, որովհետեւ այսօր Հայաստանում կան բաներ, որոնք որ շարժում են 21-րդ դարին հավասար։ Եվ մեզանից է կախված, որքան շուտ մենք կարողանանք շենացնել մեր Հայաստանը, այնքան շուտ մենք կարող ենք բոլորս միասին ձեռք-ձեռքի տված քայլել։ Իհարկե շատ բաներ դեր կան Հայաստանում, որ պետք է սովորենք արևմուտքից։ Մեր հայրենակիցներից, որոնք ապրում են շատ բարեկեցիկ երկրներում։ Իհարկե շատ բաներ կան, որ ձեր խորհրդի կարիքը այսօր կա Հայաստանում, բայց այ հիմա միասին կառուցելով մեր երկիրը, դա մեզ էլ ավելի է մոտեցնում, որովհետև ընդհանրապես շինարարը շինարարին շատ լավ է հասկանում, որովհետև միասին քարը բարձրացնելով դնելով մյուս քարի վրա, այ ամենամեծ խնդիրը, որ այսօր մենք կարող ենք անել։ Եվ մեզ միացան եւս մեր հայրենակիցներից իրենց շատ խոշոր ներդրումով այսօրվա օրվա մեջ կուզեի նշել այդ մարդկանց Մեժլումյան Վալերը $200,000, Պետրոսյան Նորիկ $150,000 եւ Ալեքյան Աղասի $50,000։ Այդ մարդիկ մոտեցնում են նմանատիպ մարդիկ եւ դուք իհարկե սիրելի հայրենակիցներ մոտեցնում եք այն օրը, երբ Հայաստանը կարող է արդեն ասի ես այսօր 21-րդ դարի երկիր եմ եւ բոլորը այդ համահունչ քայլեր եմ անում։ Եվ այդ քայլերը մոտեցնում են այն մարդիկ, հենց այն մարդը, որը հիմա կանգնած է իմ կողքը իր կազմակերպությունով, իր ընձեռնած աշխատանքով, որը որ այ ոչ թե արդեն խոսքը գնում արդեն ոչ միայն 21-րդ, կարծում եմ արդեն 22-րդ դարի մասին, որտեղ վերջապես մենք Հայաստանը այսօր կա Armenian Virtual College,
Մի հատ պատկերացրեք ինչ է, մի քիչ առաջ դուք տեսակ շատ փոքրիկ տեսահոլովակը, որը ցույց է տալիս այդ աշխատանքի չնչին մասը, իսկ ավելի խոշորը կգաք Հայաստան, ինքներդ կտեսնեք այն Հայաստան, որը հենց այսօր ձեր իսկ օգնությամբ կառուցվում է։ Ես ձեզ ողջունում եմ։ Շնորհակալ եմ։ Ասեք, խնդրում եմ, պարոն Զորյան, որտեղից այս ակեց այդ միտքը, որ պետք է Հայաստանում լինի վիրտուալ քոլեջ։ Կապանը որ հայկական գոթությունը կամ հայեցի գոթության անհրաժեշտությունը գա ամենտեղ, լա հայրենիքի մեջ, լա սպիրկի մեջ։ Եվ այդ հասնելու ամեն անհատի միակ ձևը ինտերնետով հասնելն է, on-line միջոցներով հասնելն է։ Ուրեմն դա ստեղծեցինք Հայաստանի մեջ, հայկական բարեգործական ընդհանրության ծրագիրն է, ստեղծեցինք ասկե 2 տարի առաջ աշխատանքը, եւ հիմա արդեն կոզոն է, ինչպես տեսակ վիդեոյեն, եւ նպատակը ինչպես ամեն հայեցի գոթության հաստատություն, ապահովել է գոթությունը, այսինքն դերեկությունը, եւ ապահովել է գաբը անցյալի միջև, ուսանողներու եւ ուսուցիչներու միջև։ Հիմա մի փոքրիկ խնդրանք ունեմ ձեզ։ Քանի որ մեզ հիմա նայում են նաեւ մեր հայ ուսանողները, որոնք բնակվում են Եվրոպայում, եւ միգուցե հայերեն դեր այդքան լավ չգիտեն, իսկ իմանան ձեր միջոցով, այն նրանց անգլերեն բացատրեիք ինչ եք դուք նախաձեռնել, որ մարդիկ կարողանային դրան մասնակցել։ Sirov. The purpose of this Armenian Virtual College is to provide education and to provide social networking between individuals. Any individual who seeks to know about Armenian history, culture, or language has the ability through the internet to reach the Armenian Virtual College and be a part of this network. And this network is quite wide, it reaches any individual anywhere. So, it provides this education in 6 different languages. In Russian, in French, in English, in Spanish, as well as our 2 Armenian branches, Eastern and Western. So any piece of information can be learned through this 6 languages. Այո, մեր այսօր վադագը միանալն է հիմնադրամին, մեր Շուշիի երդասարտները գաբելու մնացած մեր բոլոր հայության հետ։ Ուրեմն մեր ասքին գաբելու համար մենք մտածած ենք, ուրեմն Շուշիի բոլոր երկրորդական վարժարաններում մեջը հաստատել Armenian Virtual College-ի satellite-ներ, գետրոններ, ուր կոմպյուտերով, արագ գաբով եւ Virtual College-ի փերած հնարավորություններով գաբել այդ երդասարտները մեր միջազգային բոլոր մյուս հայ երդասարտներուն հետ։ Փաստորեն դուք անելու եք այն, ինչի մասին ես ասում եմ, միգուցե այսօր Հայաստանում դեռ չկա, բայց արագ քայլերով գնում ենք առաջ։ Գիտեք ինչ, ընդհանրապես հայ բարեգործական ընդհանուր միության արած աշխատանքը բավականին մեծ է եւ մշտական մասնակցությունը Հայաստան հիմնադրամին, այսօր նաեւ այսպիսի աշխատանքով, որովհետեւ ոչ միշտ միայն པարզ գումարը օգնում քարը քարի վրա դնելուն։ Սա էլ մի մեծ քար է, որը դուք եւ ձեր օգնությամբ այսօր բոլորս դնում ենք եւ Շուշվա երեխաները, որոնք այսօր գնում են դպրոց, արդեն կունենան հնարավորություն իրենց բոլոր հայրենակիցների հետ եւ հասակակիցների հետ շփվել աշխարհով մեկ։ Շատ շնորհակալ եմ։ Բարով եք եկել եւ իհարկե միշտ էլ ուրախ ենք տեսնել մեր հայրենակիցներին, որոնք քայլ առաջ են տանում Հայաստանը մեր կողքին։ Այսպես ելի բարեկամներ, այսպիսի լավ մարդիկ են մեր կողքը ապրում եւ ես շատ եմ ուզում, որպեսզի այսօրվա մեր եթերը նաեւ նախապայման է, որպեսզի իրար ճանաչեն, ավելի շատ իրար ձեռք մեկնենք։ Իհարկե միգուցե այսօր որևէ երիտասարդ նստած Իսպանիայում չգիտեր այս ամենին, բայց հիմա իմացավ, կդառնա քոլեջի մասնակից, կդառնա ձեր ուսանողը, կսովորի հայերեն եւ մյուս տարի ել ավելի ակտիվ կմասնակցի Հայաստանի շինությանը։ Ինչով զբաղված եք դուք հիմա ու որպեսզի ձեզ չխանգարենք պարոն Զորյան հետ, գնացեք եւ մասնակցեք։ Շնորհակալ եմ։